ուրիշ մեկը չեմ հասկանում, ով պետք է մատանին բերեր ձեր տուն, կամ ինչի համար։ Արս ինչի համար շատ բարձ է ախր։ Այն որ այսօր բոլորը մտածում են, որ ես եմ արել այդ գողությունը, հենց այդ էլ եղել է այդ անողի պլանը։ Բայց ինչի ես մտածում տենց միշ։ Կարող է ուղղակի սխալմունք ա եղել։ Չէ, կյանքը սխալմունք չի եղել։ Բացի այդ, պապան շատ ճիշտ է ասում։ Այդ սխալմունքը չէր կարա ինքն իրան ոտու ձեռ առներ, Էրոնստանից հելներ հասներ ստե։ Դե հա, երևի։ Համենայն դեպս այդ մարդը նենց մարդ ա, որ համ ձեր տուն ազատ մուտք ու ելք ունի, համ էլ երիկենց։ Ինչի ես ծիծաղում, սխալ բան եմ ասում։ Որովհետև կյանքս այդ քո նշած մարդկանցից մեկը ես եմ, մեկը Էրոն։ Իսկ ես ու Էրոն հաստատ չեն կարել այդ։ Բայց դու ապրես որ եկար կյանքս։ Տրամադրությունը սահագին փոխվեց։ Հիմա արդեն մի քիչ ուրիշ ձև եմ նայում այս հարցին։ Եկա, բայց արդեն պետքա գնամ։ Մաման որ զանգի նախ Շունես տունը իմանա այնտեղ չենք, ասել են որ Շուշենից տուն են գնում։ Լավ չի լինի։ Լավ դե արի քեզ ճանապարհեմ։ Չէ, կարիք չկա։ Էրիկն ու Շուշեն դրսում ինձ են սպասում։ Ֆոնս դրսում են։ Բան չի չեն բարձացել վերև։ Դե ուզում էի հետդ առանձին խոսեի։ Հետո էլ Հետո ինչ մարս։ Էրիկը ամաչում է հետդ խոսի, իրան շատ վատ ազգում տանեցիների արածի համար։ Գժվել է այդ տղեն։ Այն իմ աղբերն է, բացի այդ ինքը պատասխանատու չի բոլորի արարքների համար։ Դե ես էլ իրան տենց ասեցի, բայց մեկը ինքը նեղվում է։ Դե լավ, արի համ քեզ կճանապարհեմ, համ մի հատ էլի ուսկ տենամ։ Լավ։ Պապ։ Երեք չուզեցիր խոսենք, այսօր խոսակցությունից չես փախնի։ Գնատուն կգամ կխոսենք, կքննարկենք։ Երեխեք բարև ձեզ։ Երեխեք ես ինչ ո՞։ Ես ո՞վ եմ։ Արա, չոփ չէի տեսել ընկեր, մուրազիկը դե ինչ ձև է մեծացել։ Ախպեր ես մուրազիկը չի, ես իմ մուրազը։ Այ ախպեր մուրազիկն է, բա ով է, մեծացել է ուղղակի։ Հա բայց կարա մի գիշերվա մեջ սենց մեծանա։ Հա ինչի չի կարա, կարող է սորցն է տենց։ Հա բայց ճիշտ ասում տիկուն, կարա լինի։ Հա, պատկերացնում ես վաղագամ տնա կակուլայի չափադառը։ Երեխեք ինչ եք խոսում, ստեղ հաստատ մի բան են չի։ Կարող է։ Տիկ կարող է դու ես դուք այս կերակրել դրա համար սենց ա եղել։ Հա եղավ, չոփ։ Ազնիվ խոսք ձկանդ մոտիկ չեմ եկել։ Իսկ հնարավոր է, որ ինչ-որ հիվանդություն ա ձեռք բերել չոք։ Հասո ինչ ես խնդում։ Նա եթե մի բան եք մուրազիկից արել, ասա։ Չեմ ծիծաղում, ուղղակի որ մագան ասած կարող է հիվանդություն ունի, տենց մի քիչ նեղվել եմ։ Հա, լավ երեխեք, շատ մի նեղվեք։ Չոփ, ձկանդ հետ հաստատ ամեն ինչ նորմալ է։ Հələ հակառակը, այն ժամանակ որ փոքր երազանքներ էր կատարում, հասկանում ես։ Հիմա մեծացել է, ավելի մեծ երազանքներ կարաս իրան ասես։ Հա որ։ Հա բա ոնց, հələ փորձի կտենաս։ Խոր բայց մուրազիկը չես ակտիվ է։ Դուխին է։ Ինչ եղա, ինչ ես գոռում։
այս ինչ հոտ է։ Ինչ հոտ։ Ես ոչ մի հոտ չեմ զգում։ Կարող է Կրասնայա Մոսկվայի հոտա։ Ոչ, սա ինձ համար անտանելի բույր է։ Դրանից էլ անտանելի։ Սա երշիկի հոտ է, իսկ ես երշիկ տանել չեմ կարողանում։ Բայց ես ոչ մի հոտ չեմ զգում։ Ինչպես թե չես զգում։ Վա, ինչ ես անում։ Ես ոչ մի հոտ չեմ զգում, բայց կարամ պատուհանները բացեմ, թող օդ հափոխվի։ Ոչ, պետք չէ պատուհանները բացել, ցուրտ է։ Ձեզ լավ աշխատանքային օր։ Արի Լիդիա, ես նվաղում եմ, ինձ մի բուժում տուր։ Ինչ եք նվաղում։ Ես գնում եմ ինձ մոտ, եթե այստեղ շատ անտանելի կլինի, կգաք ընդունարան։ Որ մեղքիս համար են այս տառապանքները։ Դե գուցե ձեր բացարձական տարբերության Տիկին Լանջունի։ Ես անտարբեր, ինչի նկատմամբ։ Դե կարծում եմ, որ իմ փոքրիկ խնդրանքը արժանի էր ձեր ուշադրությանը, բայց ոչ, ինչպես տեսնում եմ, Անուշը դեռ դպրոցում է։ Լիդիա, դու ինձ հասկացիր, ես չեմ կարող տարվա կեսին ուսուցչին հեռացնել դպրոցից։ Ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով Ներսես Մակարյանի հետ շփումը ձեզ այդ հնարավորությունը տալիս է։ Դու չես պատկերացնում, թե ինձանից ինչ ես խնդրում։ Տիկին Լանջունի, ես շատ լավ պատկերացնում եմ եւ ես շատ երկար մտածել եմ ու կարծում եմ, որ դուք պարտավոր եք հաշվի նստել իմ պահանջի հետ։ Այս ագրեսիվ խոսելավոճդ կվերագրեմ վերջին օրերի լարվածությանդ, բայց ես էլ քեզ եմ խնդրում, ինձ ըմբռնումով մոտենաս։ Ես չեմ կարող չարաշահել պաշտոնը։ Պաշտոնը չարաշահելու համար չէ, այն պատասխանատվություն է։ Սա ձեր վերջին խոսքն է։ Վերջին եւ հաստատական։ Լավ։ Նորից նվաղում։ Ոնց նայում եմ մտքիդ դրել ես ձեռքով աստղերին հասնես։ Ինչու ոչ։ Հետաքրքիր է ինչ նյութից է պատրաստված։ Իսկ ես բուժու ժամանակ չեն ասել, որ ինչքան շատ բան իմանաս, այնքան շուտ կծերանաս։ Ոչ։ Ինձ փոքր ժամանակ ասել են, որքան շատ բան իմանաս, այնքան տեղեկացված կլինես։ Իսկ բուժու ժամանակ ես չեն ասել, որ դու լեզվանի ես։ Բա չես ասում, բռի։ Անտաշ Չոբան։ Այս ուրիշ բան։ Իսկ գիտես մտքովս ինչ անցավ։ Ոչ, մտքեր չեմ կարողանում կարդալ։ Ասում կարող է իրար հետ գնանք ֆուտբոլ խաղալու։ Կամ օրինակ բոուլինգ։ Հետաքրքիր է դրա տակից ոնց դուրս կգաս։ Ինչպես միշտ։ Պատվով եւ հաղթանակած։ Մեծամիտ։ Առաջարկս ընդունում ես, գնում ենք խաղանք։ Միայն մեկ պայմանով։ Ո՞վ, լսում եմ ձեր պայմանները։ Պարտվելու դեպքում նվնվալ, բողոքել, սրտնեղել չլինի։ Մեկ էլ ով հաղթի 3 ցանկություն է պահում եւ պարտվողը պարտավորվում է դրան կատարել։ Ինչ ես ուզում, դասից ուշանում եմ։ Ուսուցչի տղա ես, քո վրա չեն խոսի ոչինչ։ Ասա տենամ ինչ ես ուզում։ Սկզբի համար ուզում եմ, որ տոնդ փոխես։ Հո, դու երեկվանից հետո ուզում ես, որ ես տոնս փոխեմ։ Լավ մամ, ասենք այն քննիչը հասկացա, էշեշ խոսում էր։ Բա դու պապին ոնց կարայիք մտածեիք, որ Միշոն գողություն արել։ Տղա ջան, իմ սիրտն է Միշոյի համար ցավում, բայց ես չեմ եկել այն եզրակացությանը, որ Միշոն է գողը։ Ինքը գող չի, տենց բաներ մի ասա։ Երիկ ջան, դա ինձ հիմա ամենակիչն է հետաքրքրում, Միշոն գողա թե գող չի։ Ինձ գիտես ինչն է հուզում, որ ես քեզ պահում, մեծացնում եմ, երբեք ոչինչ չեմ խնայում քո համար, իսկ դու ինձ թողնում ես ու գնում ես տնից։ Դե կներեք, որ ձեր սպասելիքները չարդարացրի։ Երիկ հեգնանքով չխոսես իմ հետ։ Պետք չի ուրեմն ինձ հակառակ ինչ-որ բաներ անել։ Ես նման բան չեմ արել։ Արել ես։ Հեն այն Էդոն վկա, Էդոին փաթաթել եք վզից, Միշոին գող եք սարքում, բա լավ հետոն։ Ես այդ ամեն ինչը չեմ ընդունում։ Ո՞նց ես քնել այսօր։ Դաժե աչք չեմ կմցրես աղ գիշեր։
Գլուխս է պայթում այնա։ Դե լավ մի շտքան մի մտածի։ Եթե կա խնդիր, ուրեմն կա նաև դրա լուծումը։ Ճշմարտությունը հաստատ կբացահայտվի։ Դե այդ հաստատ պետք է բացահայտվի, որովհետև այստեղ իմ ինքնասիրության հարցն է կարելի ասել։ Բայց դե կարևորը դու իմ կողքին ես ու ինձ հավատում ես, տենց չես մտածում։ Թե մտածում ես։ Չէ, միշտ գիժես, ո՞նց կարա մտքովդ տենց բան անցնի։ Դե որ տենց էլ ասա ինձ ինչքան ես սիրում։ Ինչ ես ասում հասա։ Արեշատյան, ուր եք այսպես շտապում, այսպես սլանում։ Շտապում եմ Լիդիային կիսամյակային պլանը փոխանցել։ Հենց հիմա։ Այո, ինչքան ժամանակի անընդհատ հետաձգում եմ, չեմ ուզում դեմքը տեսնել։ Ինչի վախենում ես։ Ես ոչինչից չեմ վախենում։ Դες հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի ես, բայց հարցը սխալ է ձևակերպում։ Ինչից չէ, ումից։ Ոչ մեկից եւ ոչ մի բանից ես այս կյանքում չեմ վախենում։ Չնայած չէ, մի բան կա, ինչից շատ եմ վախենում։ Ինձնից է։ Ոչ։ Շատ եմ վախենում, որ այն օրը չեմ տեսնի, երբ բռի եւ անտաշ մարդուց կդառնաս մի քիչ ավելի բարեկիրթ։ Այդտես արդեն հոգիս շոյեցիր, որովհետեւ ես քո կյանքում այն միակ եզակի տղամարդն եմ, ումից դու վախենում ես։ Բռի։ Լավ չար։ Ատներ քեզ, միշում գող չի, միշում ոչ մանե չի գողացը, չես հասկանում այդքան։ Արջեին մատքովը դու ուրի Տեսնեի այն առում կարոտով եսանում Ես բուձելիկ դեն չի զանգեց վայ մարդ ես բաղթ Վայ մորցերյա բուձելիկ եմ դրե որ զանգեմ թորոսին Ով վայ մարդ էր խելքամոց է գլուխ ես Ով Բա, այս սում խոպանջի աղբերնա զանգի առավոտ կշերանա, Հայ, քո խալազուլար ընգերնա թորոշ ջան, ոնց ես հարազատ ջան Լավ եմ, ընտիր, աղբեր Սիմոնյան, իտ ինչ ընտիր ֆորմա ես հակեր Ոնց ռեստորանի բժիշկ լինես Լավ չեմ թորոս, լավ չեմ աղբեր Այդ խոպանջի բարներ որո ասեցի չէ, այսպես լրի վատեց հա Ինչ եղի, էլի կարոտը խեղտեց Էլին վարնա, ամեն օր, ամեն վարկյան, կարոտը աղբեր, ռեժիմով ենցի խեղտում այ ցավը տոն եմ Մի բան ասեմ չես հավատա թորոս Սիմանյան, ինչ եղի Թորոս ջան, այսօր առավոտ ժամը 6-ին զարթնա եկել եմ թուր Ուրեմ հավատա աղբեր այսպես բուդենիկ եմ տրե, որ Զանգ եմ քեզի մինչև դեբրոցի 10 ժամի զանգը տալը աղբեր ջան Այ քու ցավը տանեմ, բայց ինչի մինչև զանգը տալը Դե ոնց ասեմ թորոս ջան, որ դա մեր միջոցների օղմուկը լսեմ աղբեր Իդա մեր աշակերտների հավեսով, ոն հավեսով, իդա դասարան մտնելու ձենը լսեմ, մեր գոլեգաներին տենամ ցավը տոնեմ Ես կարոտը թորոս ընձի շոտ ախեղջեցնում աղբեր Բա ես քու ցավը տանեմ Ինչի այդտեղի աշակերտները հեչ աշակերտի նման չէ Հեսուս այդ թորոս ջան մի խոսելուց Յակամ ամեն ինչ կպատմեմ աղբեր
Դու ավելի լավ այդ կամերան վերցրու։ Գնա այդ մուտքի մոտ միասին էլի մեր գոլեգաներին, մեր աշակերտներին իրար հետ դիմավորենք էլի Թուրոս։ Ախպեր չի ես պատկերացնում դե ոնց եմ կորուցայի ցավը տոնեմ։ Հացավը տանեմ, ոնց ասես կանեմ։ Բայց մի րոպե լա, ոնց որ քայլող 20,000-անոց է գալի։ Դրա հետ մի երկու բառ խոսամ, հետո քեզ կզանգեմ։ Եղավ միասին ներկա բացակական ենք։ Նայ Թորոս, նայ չմոռանաս։ Անպայման կզանգես։ Բարև քեր Թորոս։ Էս ուր է շտապում երիտասարդ։ Տիկին Լիդիան դրամապանակը մոռացել էր մեքենայից մեջ, տանում շուտ տամ ու հետ գամ։ Բա հարցնել չկա։ Ես էլ պիտի հարցնեմ քերի Թորոս։ Ինչի։ Դու վերին արտիցորենն ես։ Դե մտածեցի, որ մոտ ենք, կարամ մանր-մունր արտոնություններից օգտվեմ։ Բացարձակ։ Դրամապանակը դիր էստեղ, ես կփոխանցեմ ու դու գնա։ Չէ, այդ մի բանը չի լինի։ Ես իմ ձեռքով կփոխանցեմ, հետո շուտ հետ կգամ։ Լավ։ Դե գնա էստեղ եմ, կսպասեմ, գնա ու շուտ արի։ Դե ստեղեղի շատ շուտ տամ ու հետ գամ, տեսնեմ ինչ կա չկա, քերի Թորոս։ Ապրես, գնա։ Գնա, մի բան կպստրենք, թե չէ կերպանից կարմիր լույսը սկսել է վառվել։ Էրիկ, ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Խանգարեցինք։ Ինչպես միշտ։ Էլի եմ կրկնում, դու էլ պապին էլ սխալվում եք։ Միշոն գող չի ու այդ ամեն ինչը ես ձեզ կապացուցեմ։ Էրիկ, ավելի լավ կլինի մենք այս ամեն ինչը տանը քննարկենք։ Տղա ջան, օտար մարդկանց ներկայությամբ անձնական թեմաներ չեն քննարկում։ Օտար։ Այս մարդիկ ինձ հարազատ մարդիկ են դարձել։ Էրիկ, ինչքան ուզում ես գոռա, ոչ մի բան չի փոխվելու։ Էրիկ ջան, այս վիճակում ո՞ր ես գնում։ Տիկին Արավշատյան, հետո կխոսանք, էլի խնդրում եմ։ Չէ, այս վիճակում ոչ միտեղ չես գնա, ջուր կխմես, մի քիչ կհանգստանաս, նոր կգնաս դասարան, լավ։ Չէ, ես դասի չեմ նստելու։ Էրիկ, արագ անցի դասարան։ Ես քեզ կուղեկցեմ դասարան։ Բայց չկա, չի քննարկվում, գնացինք։ Ես կուղեկցեմ դասարան։ Մակարյան ջան, դու գիտես, որ գործը առաջ է գնում, բայց եթե հիմա անզգույշ լինենք, կարա բան գլխի ընկնի ու գործը փչացնի։ Դե դրա համար էլ չեմ շտապեցնում, բայց դու կարող ես աշխատի, թող հանգիստ չլինի։ Այդպես էլ կանեմ, Մակարյան ջան։ Այդ վաճառքի հարցը ստիպի, որ այսօր վաղը թող անի։ Ափսոս ստեղ չեմ լինելու այդ պայմանագիրը կնքելու ժամանակ։ Ուզում եմ աչքերով տեսնեմ, թե ոնց է խորտակվում կարոտ։ Միգուցե այնքան հետաձգենք, մինչև հետ գաք։ Չէ։ Դրա կարիքը ինձ թվում է չկա։ Մենք ոնց որոշել ենք, դու այդպես էլ արա։ Եղավ Մակարյան ջան։ Դե ուրեմն սկսի գործել։ Ասատես։ Շատ լավ։ Ցտեսություն, պարոն Մակարյան։ Հաջողություն, Վարդան։ Լիդիա, լսում եմ։ Պապ էլ չեմ դիմանում, պապ ինչ անեմ Էրիկի հետ։ Լիդիա, մի հատ հանգստացի ու նորմալ ասա, թե ինչից ես տենց նեղվել։ Պապ Էրիկը արդեն բացի իմ դեմա դուրս եկել։ Պատկերացնում ես այդ Արևշատյանի ներկայությամբ հայտարարում է, որ ինքը գերադասում է իրեն, ոչ թե ինձ։ Լավ։ Մի հատ քեզ հավաքի աղջիկ ջան։ Երեկոյան կխոսանք։ Հենց հիմա պիտի որոշենք ինչ անել, պապ։ Մինչև երեկո չեմ կարող սպասել։ Դու քո մոտ ես, ես կգամ քո մոտ։ Դասի չես դու։ Թող փոխարինեն, ես հիմա ի վիճակի չեմ դաս անեմ։ Սպասում եմ, Մարի։ Ես ամեն անգամ այս տղային պետք է ուղղեմ։ Ես ինչ ա տեսքդ, Ֆարադեյ։
Իսկ ինչ էին տեսքը ինչու ես այդպես խոսում։ Ոնց որ Արման Բարդումյանի թափառական երաժիշտը լինես։ Դա նրանից է Տուխինե, որ ես այս գիշեր լավ չեմ քնել ու դեռ մի քանի գիշեր էլ լավ չեմ քնի։ Դա ճակատագիր է։ Այո, Ֆարադեի դառը ճակատագիրը։ Ֆարադեի, բա արժի 3000 դրամի համար սենց պանդուխտի կյանքով ապրես։ Գիտես Տուխինե, ես ինձ մեծ շռայլություն եմ թույլ տվել ու որի համար ես հիմա պատասխան եմ տալիս։ Շռայլություն։ 3000 դրամով տաքսիով գալ հասնել դպրոցը նշանակում է շռայլություն։ Ֆարադեյ ջան, արի ես քեզ այդ 3000 դրամը տամ, բայց դու մի մնա դպրոցում, հա։ Ոչ, ու էլի ոչ։ Ինչի։ Որովհետև իմ մայրիկը ինձ ասել է, որ ցանկացած մարդ իր սխալների համար պետք է պատասխան տա։ Լուրջ եմ ասում, դու իմ տեսած ամենատարօրինակ, տենց այլ մոլորակային մարդ ես։ Լավ, դե որ ֆինանսական օգնությունը չես ընդունում, ես էլ քեզ սենց կօգնեմ։ Սա ինչ է։ Ուտելիք, որ սովից չմեռնես։ Այ սրանից հաստատ չեմ հրաժարվի։ Ինչ էլ անուշ է բուրում։ Խնդրեմ, Ֆարադեյ, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ Տուխինե ջան, դու իմ տեսած ամենաշնորհալի մարդն ես։ Բայց Ֆարադեյ տես, չլինեմ չիմանամ, որ սա ուտես տնօրենի աշխատասենյակում։ Եվ եթե փոշմանես, ֆինանսական աջակցությունը ուժի մեջ է։ Ֆարադեյ տես, հանկարծ ոչ մեկ չիմանա, որ դու դպրոցում ես մնում։ Հատկապես Թորոսը, եթե Թորոսը իմացավ, Լանջունիկը իմանա ու այդ ժամանակ հեչ լավ չի լինի։ Եղավ։ Շատ բարի ես։ Այլս կոնը ասա թե նա ինչ այլ եղել խոսա հետս։ Նորմալը բան չի եղել։ Լրի վիճակից է երևում է նորմալ ամեն ինչ։ Մամայի հետ եմ վիճել։ Թեթևի մեջ։ Շատ թեթև ոնց որ։ Ոնց որ միշտ էլ եղբեր։ Արդեն սովորական է դառել։ Կուզես դուրս գանք դուրս հանգիստ խոսենք։ Չէ, շախը դռան հետևն է հաստատ։ Զորով բռնած բերես դասի։ Այրս իսկին պատճառով եք վիճել։ Պենց մի ասա։ Աժա, այսօրեն Մկրտչյանի ժամի թեմատիկ են գրելու։ Երեխեք տեսնես Մկրտչյանը չի ուզում մեր դասարանից հրաժարվի։ Ուր էր մեզ տենց բարդ։ Գլխին ինչոյին ասես չենք բերել, բայց մեկը չի հրաժարվում մեզանից, մեզ շատ է սիրում։ Ոչ մի բառ չեմ սովորել, չգիտեմ ինչ եմ գրելու։ Կարող է դասից թռնենք։ Լավ կլիներ այսօր Մկրտչյանը դասից թռներ։ Դասի հավես ընդհանրապես չունեմ։ Ուրեմն մի բան պետք է մտածենք, դասը պրավալ տանք։ Եթե ինչ-որ մեկը կարենան հենց բան մտածի, որ դասը պրավալ տա, մաղարի չեմ անելու տվյալ մարդում։ Լուրջ։ Հա, լուրջ եմ ասում։ Բայց այդ շատ բարդ թեմա է, մենակ մաղարի շուրջ չես ազատվի։ Դե եթե լինի այդ մարդը, որ դասը պրավալ տա, բացի մաղարիչը մազերս կկտրեմ, կքաչալանեմ։ Էրիկ ինչ ես խոսում։ Խոսում է էլի, ինքը երբեք իր այդ սիրուն քուջուկներից չի հրաժարվի։ Ես ինչ խոստումներ ես շռայլում։ Հա, լուրջ եմ ասում։ Մազերս շատ կարճ կկտրեմ։ Բայց ասածդ շատ դու ես եկավ։ Նայ, ասել ես։ Դե ես էլ ինչ ասել եմ միշտ արել եմ ախպեր։ Դե ուրեմն դասը պրավալ տալու օպերացիան իմ ու Մուրազի վրա։ Չոպ, եթե հույսդ Մուրազի վրա ես դրել, ասա թող օգնի գրավորդ գրես։ Ռիբոկ, հերոյացած տարբերակ ինձ ավելի է շատ դուր գալիս։ Երեխեք լավ կլինի անկապ բաներ չանեք։
Բա ոնց Մարի ջան, ինչ անենք կապով կանենք։ Նստեք։ Շնորհակալ եմ։ Բայց սիրտս պայթում է, որ տեսնում եմ այդ սիրուններս ըստ թաղծոտ են։ Ինչ է եղել։ Դու էլ գիտես պատճառը։ Էրիկը կարգին տղա է։ Հավատա ամեն ինչ լավ կլինի։ Միայն Երիկի համար չի, որ մտածում եմ։ Անդադ մտածում եմ Երիկի ասածը Միքայելի մասին։ Ես չեմ հավատում, որ Միքայելը կարող էր նման բան անել։ Ուղղակի գիտես հարցը որն է, որ Լիդիան Հարցն այն է, որ ոչ մեկին ոչինչ չեմ կարող հարցնել։ Ոչ Երիկին, ոչ Միքայելին, ոչ առավելևս Լիդիային։ Դե ուրեմն թույլ տուր իրենք խոսեն քո հետ այդ մասին, երբ իրենք հարմար կգտնեն։ Դու գիտես եմ վերաբերմունքը Միքայելի հանդեպ։ Ես ահավոր մեծ պատասխանատվություն եմ զգում այդ աշակերտի հանդեպ։ Հատկապես երբ գիտեմ տանն ինչ իրավիճակ է։ Ուզում ես Վերիկի կամ Միքայելի հետ ես խոսեմ։ Անկեղծ չգիտեմ ո՞ն։ Չգիտեմ այս իրավիճակում որն է ճիշտ։ Լավ, դու կարևորը մի նեղվի։ Մենք իրար հետ մի լուծում կգտնենք։ Չէ։ Ինչ չէ։ Խնդրում եմ, առանց այն էլ այս վերջերս ամեն ինչ միասին ենք անում, արդեն դա ինձ ծաղավար անհանգստացնում է։ Դա ինձ դուր չի գալիս։ Բա, էլ ինչի։ Ես լուրջ եմ խոսում, Վան։ Ես էլ ավելին ասեմ, ինձ շատ էլ դուր է գալիս մեր միասին լինելը։ Ոնց ես կարողանում միշտ ամեն ինչ այնպես պտտել, որ քո ուզածով է ստացվում։ Մասնագիտական թերությունը։ Եվ ասեմ, որ դա միակ թերությունը չէ։ Հա, ես ինքս ասեմ, էլի թերություն ունեմ, որ բռի եմ։ Չոբան։ Չոբ, դες պրոգրես կա, արդեն կես խոսքից իրար հասկանում ենք։ Ոցի լեզու ունես։ Բռի, լեռնեցի, չոբան։ Ինչպես արդեն ասել էի, այսօր թեմատիկ աշխատանք ենք գրելու։ Հուսով եմ այնպես եք պատրաստվել, որ գրավորի արդյունքները եւ ձեզ կբավարարի եւ ինձ։ Բա ոնց ընկեր Մկրտչյան, նենց եմ սովորել, որ կարող եմ ձեր ցանկացած պատմաբանի հետ բանավիճել։ Կտեսնենք։ Եվ իմացեք։ Ոչ մեկի հանդեպ գթասիր չեմ լինելու։ Գնահատելու եմ ամենայն խստությամբ։ Հասմիկ, տարագից վերցրու տետրերը եւ բաժանիր։ Նստի Հասմիկ ջան, ես կբաժանեմ։ Ընկեր Մկրտչյան, ես տեղ։ Բայց տեղ տետրեր չկան։ Ես վստահ եմ, որ տետրերը դրված են այդ տարակում։ Վայ չկա, ընկեր Մկրտչյան, ոձես շատ սա դու կարող եք գաս դուք եք։ Ընկեր Մկրտչյան, ասում եմ կարող է ուսուցչանոց եք տարել, ուղղակի չեք հիշում։ Ոչ։ Ես տետրերը դրել եմ այդ տարակում։ Իսկ եթե այնտեղ չեն, ուրեմն դուք եք պահել, որպեսզի թեմատիկ աշխատանքը չգրեք։ Բայց դա ձեզ չի փրկի։ Բայց ինչի է այդպիսի բան պետք անենք, եթե ոչ կերել ենք, ոչ խմել ամբողջ դասարանով նստել եւ պատմություն սովորել։ Հիմա կտեսնենք։ Տիկին Լիդիա, Էրիկի հետ կապված մի բան եմ ուզում ասեմ ձեզ։ Ինչ պիտի ասես, էլ ինչ որ բան արել։ Չէ, Տիկին Լիդիա, ոչինչ չի արել։ Ուզում եմ ասեմ, որ շնորհակալ եմ ձեզանից։ Այս աշխատանքը շատ կարևոր է իմ ու իմ ընտանիքի համար։ Բայց եթե դուք ասեք, ես պատրաստ եմ թողնել ու գնալ։ Բայց ինչի պիտի նման բան ասեմ։ Դե որ իմ պատճառով Էրիկի հետ խնդիրներ չունենաք։ Էդգար ջան, եթե դու աշխատանքից գնաս, դրանից Երիկե պահվածքը չի փոխվի։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ ամեն ինչ անել։
Ես շնորհակալ եմ ձեզ եւ պարոն Մակարյանին այդ հնարավորության համար, որ տվել եք ինձ։ Ես չեմ կարող դա մոռանամ։ Էդգար ջան, դու հանգիստ եղիր, ես մայրիկի հետ իմ հարցերը կլուծեմ։ Շատ լավ, բայց իմացեք, որ ինչով կարող եմ պատրաստ եմ օգնել։ Ես հաշվի կառնեմ ու շատ շնորհակալ եմ։ Ինքն կոչեն լավ եք։ Լավ, ինչ-որ բան պետք է։ Չէ, շնորհակալ եմ աղջիկներ, նստեք։ Սա ինչ պայթյուն էր։ Սա ինչ էր։ Ասում եմ կարող է տետրերը չդիմացան ճնշմանը եւ հանկարծակի պայթեցին։ Սա անհեթեթություն է։ Չլսված անհեթեթություն։ Ես ինչ շատ վատ եմ զգում։ Կարող է ջուր ուզենաք։ Հա, Անի ջան, մի բաժակ ջուր։ Ես կլսնեմ, Անի ջան։ Ոյ ինչ ա եղել, ընկեր Մկրտչյան, տետրեր չկան, թերթիկների վրա կգրենք։ Շատ ճիշտ է։ Տետրերը բացեք, կգրենք տետրերի մեջ։ Ապրես թորս, նստիր։ Հա, ընկեր Մկրտչյան, կարևորը դուք լավ լինեք։ Շնորհակալ եմ, նստիր, պատրաստիր գրավորին։ Չէ, ես դեռ պետքա երգեմ ձեր համար։ Այդ ինչ երգ պետք է երգես։ Թեմատիկի երգը։ Ինչ երգ, այդ ինչ երգ է, ես որ չեմ լսել։ Մութն ընկել է, ուշ է արդեն, բայց տետրերը չենք գտնում, թեմատիկ չենք գրելու մենք, Մկրտչյանն է քնում։ Ծածկեք չմրսի։ Հայրս տեղում է։ Հա, ձեզ է սպասում։ Մեզ երկու հատ սուրճ ու ոչ մեկի ներս չթողնեք։ Շատ լավ։ Դրա մտակը չի։ Ավելի լավ է դու սուրճը շուտ տար, քանի ավելի չի կատաղել։ Լավ։ Չհասկացա, այսով է։ Ընկեր դուխիկ չեք տեսնում, քնած ա մեր գանձը։ Էս ինչ եք արել։ Ինքը մտածում է դու էլ իրան ես մտածում։ Գիտեմ, բայց չեմ կարող բացատրեմ, որ Տերոջ ջանատես բան հնարավոր չի։ Ամենից ոչ մի բանում մեղք չունեմ։ Ինչքան ուզում ա թող հետաքննեն, մեկը բան չեն բացելու, որովհետև չեն կարող կեղծ բռնել։ Մեր որոշ աշխատակիցներ փորձում են ամեն կերպ քեզ հրացնել տկացից։ Ենթադրում եմ, որ որոշ աշխատակից ասելով նկատի ունեք Տիկին Լիդիային։ Լսի, սիրախախ սկսի Միշոյի հետ, հենց իր աչքի առաջ։ Քիժ ես դու, Միշոն հազիվ բարև ես պատասխանում դու սիրախաղի մասին ես խոսում։ Ես ու դու գնում ենք Ամերիկա։ Ես չեմ պատրաստվում ինչ որ տեղ գնամ։ Կգնաս, եթե չես ուզում, որ ընկերդ հայտնվի մանկական գաղութ։ Միշոյին դուք չեք վնասի։